Կամ ինձանից ես կամ որևէ մեր գործընկեր, չնայած մեր ունեցած բազմաթիվ հարցադրումներին, որևէ մեկը բազմաթիվ հարցեր, որոնք ես այսօր էլ օրինակ ունեմ, 18 թվականի հետ կապված, օրինակ, ձեզանից շատերն են ունեցել այդ հարցադրումը, օրինակ ոչ, ես չեմ ուզում և չեմ կարող նման պնդումներ անել, որ 2018 թվականին բանտիկով իշխանությունը տվել են Նիկոլ Փաշինյանին, բայց ես ունեմ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները ես և մեր հազարավոր քաղաքացիներ այդպես էլ չեն ստացել, բայց մենք նորից եմ ասում, այդ ներքին պայմանավորվածությունների շրջանակներում չենք բարձրացնել դրա մասին։ Հարգելի գործընկերներ, դուք հիշում եք ժամանակագրությունը 18 թվականի իրադարձությունների։ Նորից եմ ասում, ես չեմ ուզում պնդումներ անել, որ երրորդ նախագահը իշխանությունը հանձնել է Նիկոլ Փաշինյանին, բայց ես կարող եմ իշխանությունների անգործության վերաբերյալ արտահայտել իմ մտահոգությունները, օրինակ որևէ ցուցարարի վրա կրակելու անհրաժեշտություն չկա, բայց ես տեսել եմ Նիկոլ Փաշինյան, որը օրինակ պաստառներ փակցնելու համար ցուցարարներին պարզապես ձերբակալում է, եւ ես տեսել եմ իշխանություն, երբ որ ակնհայտորեն հատուկ պահպանվող տարածք մուտք է գործել անձնավորությունը ևս 10 հոգու հետ, Նիկոլ Փաշինյանի մուտքը ռադիոտան մասին է խոսքը, եւ դրան չի հետևել որևէ իրավական ոչ, ես չեմ ասում, որ այդտեղ պետքա Նիկոլ Փաշինյանին կրակեին, սպանեին, հարգելի Նարեկ, բայց հատուկ պահպանվող տարածք է համարվում ռադիոտունը եւ դրան պետքա հետևել իրավական գործընթաց։ Մենք դրա մասին չենք խոսել, մենք չենք խոսել, թե օրինակ ինչ սկզբունքով է երրորդ նախագահը որոշել, թե օրինակ հանրապետականներից ով պետքա կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին եւ ով պետքա դեմ քվեարկի։ Օրինակ քվեարկել այդ նույն սկզբունքով հիշեցնել։ Ես առաջարկում եմ կոռեկտ լինենք ձևակերպումներում, Նարեկ ջան։ Փաստերը չեն փոխվում, Մագնես ջան, իրականում Տիկին Խամոյան, իրականում գիտեք, որ ոնց է եղել Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկությունը, դա եղել է պայմանավորված եւ ձեր падգամավորները նույնպես մասնակցել են դրան։ Եթե խոսքը վերաբերվում է շնորհակալ եմ դեպ հարցադրման համար։ Եթե խոսքը վերաբերվում է դաշնակցական падգամավորներին, ես ուզում եմ հիշեցնել էլի իմ շատ սիրելի Էդվարդ Շարմազանովի խոսքերը, երբ որ պետք է արդեն կողմ քվեարկեին Նիկոլ Փաշինյանին, ասաց այնքան ձայն, որքան կպակասի, մենք կլրացնենք։ Այսինքն, եթե դաշնակցությունը իր քանի հոգի էին, չեմ հիշում, 8 հոգի էին, 7 հոգի էին, եթե դաշնակցությունը իր 7-8 падգամավորով, Աղվան Վարդանյանով դեմ քվեարկեին, միևնույն է, հանրապետական խմբակցությունը հայտարարել էր, որ իրենք համապատասխան թվով ձայները միևնույն է լրացնելու են։ Ունեիք սկզբունք եւ չէիք ուզում բերեիք, չբերեիք։ Ես դաշնակցության գործողությունները, շնորհակալ եմ այս հարցադրումների համար, ես դաշնակցության գործողությունները այդ օրվա չեմ կարող քննարկել, թող իրենք քննարկեն այդ գործողությունները, իրենք ներկայացնեն իրենց հիմնավորումները, ես ասում եմ, իշխող ուժը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած հանրապետական կուսակցություններ, որի ներկայացուցիչը հայտարարել է, որքան ձայն պակասի Նիկոլ Փաշինյանին, մենք այդ ձայները կլրացնենք։ Ես կներեք, դրսում հազարավոր քաղաքացի, դրսում, տեսեք, ես ակնարկում եմ, որ օրինակ կարող էին լինել արտահերթ ընտրություններ, օրինակ, ժողովրդի կամքը ընտրություններով է, չէ՞ արտահայտվում։ Եթե դուք այն ժամանակ դեմ էիք, Տիկին Խամոյան, եթե դուք այն, հա, նկատի ունեմ հույդային, եթե դեմ էին եւ հանրապետականն է լրացրել այդ տեղերը, պարզ է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը երբ եկավ իշխանության, հանրապետականները նրա հետ պորտֆելներ չէին կիսում, դաշնակցության մարդիկ էին նրա հետ պորտֆելներ կիսում, այսինքն դուք հիմա հակասություն չեք փնտրում։ Ոչ, ես հակասություններ չեմ տեսնում, ես նորից եմ ասում, իմ հարցադրումները մի ընդունեք որպես մեղադրանքներ։ Ես ասում եմ, որ այս հարցերը
կուտակված են ձեզանից յուրաքանչյուրը, վստահ եմ, այդ հարցը իրեն առնվազն մեկ անգամ տվել է եւ ցանկություն է ունեցել, կարծում եմ, ցանկություն է ունեցել նաեւ այս հարցադրումները տալու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նորից եմ ասում, ավարտեմ էլի Նարեկ ջան։ Նորից եմ ասում, ամենայն հարգանքով մեր գործընկերների նկատմամբ, ամենայն հարգանքով, բայց ես վստահեցնում եմ, որ 18 թվականի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները մինչև այսօր չի տրվել, որովհետև կներեք Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներից քայլել են, շարժումներ են եղել, տասնյակ հազարավոր քաղաքացիներ են հանրապետության հրապարակում հավաքվել, ամենատարբեր բողոքի ակցիաներն են իրականացվել, բայց չգիտես իշխանափոխություն չի եղել։ Փաստորեն բանաձևը ո՞րն է եղել, որ տենց Նիկոլ Փաշինյանը 1-2-1-2-1-2 Գյումրիից 7 հոգով ռյուկզակը գցած եկան ու իշխանություն կարողացան դարձնել։ Ես ասում եմ, ինչքան մարդ կար, դուք ասում եք, հա, ես ասում եմ, դրսում, այսինքն ճնշում չկար դրսից, դա դրսում այդ հանրապետության հրապարակից շատ ավելի բազմամարդ հանրահավաքներ ենք մենք ունեցել։ Դրսում մարդկանց քանակը կրիտիկական է դարձել, դրսում մարդկանց քանակը գնահատականները հետո էլի քո ռեպորտաժի մեջ խնդրում եմ, հա, ինձ մենակ հարցեր տուր, լա։ Ես ասում եմ, որ ես հիմա հարցերի եմ, չէ՞ պատասխան, գնահատականները հետո։